Ժողովուրդ օրաթերթը գրում է, որ հունիսի 16-ին մեկնարկող ԱԺ հերթական նստաշրջանի գլխավոր ինտրիգը ոչ թե օրենսդրական նախաձեռնություններն են, այլ այն, թե արդյոք իշխանությունը կպատասխանի հանրությանը հուզող հարցերին։ Նիստերին մասնակցելու են Կենտրոնական բանկի, ՊԵԿ-ի, ՀԾԿՀ-ի, մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ղեկավարները։ Հանրության ուշադրության կենտրոնում են գնաճը, հարկային բեռի աճը, բիզնեսի դժգոհությունները և հակակոռուպցիոն պայքարի արդյունավետությունը։ Առանձնահատուկ հետաքրքրություն են առաջացնում ԿԲԻ, ՊԵԿ-ի և կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հաշվետվությունները, ինչպես նաև 2025 թվականի պետական բյուջեի կատարման քննարկումը։ Ըստ թերթի հիմնական հարցը մնում է նույնը՝ պատրաստ է արդյոք իշխանությունը լսել քննադատությունը և պատասխանել անհարմար հարցերին, թե խորհրդարանը կրկին կսահմանափակվի ձևական քննարկումներով։ Հրապարակ թերթը գրում է, ՔՊՕ-ում մտահոգություններ կան խորհրդարանում 3/5 մեծամասնություն չունենալու և առաջիկա տարիներին կառավարելիության խնդիրների վերաբերյալ։ Թերթը գրում է, որ իշխանական շրջանակներում քննարկվում են տարբեր սցենարներ՝ սկսած խորհրդարանում անհրաժեշտ մեծամասնություն ապահովելու փորձերից մինչև ընդդիմադիր պատգամավորների ներգրավում իշխանության ճամբար։ Ըստ հրապարակման քննարկվում են նաև ավելի կոշտ քաղաքական քայլերի տարբերակներ, որոնք ենթադրում են ընդդիմության ազդեցության թուլացում և հետագայում արտահերթ ընտրությունների անցկացում ավելի մեծ խորհրդարանական վերահսկողություն ապահովելու նպատակով, սակայն այս տեղեկությունները ներկայացվում են որպես թերթի աղբյուրների պնդումներ և պաշտոնապես չեն հաստատվել։ Հրապարակ թերթը գրում է, որ դիվանագիտական շրջանակներում չեն բացառում, որ Ռուսաստանը պաշտոնապես չի շնորհավորի Նիկոլ Փաշինյանին ընտրությունների արդյունքների կապակցությամբ։ Թերթը նշում է, որ մինչ այժմ Կրեմլից շնորհավորական ուղերձ չի հնչել, ի տարբերություն մի շարք արևմտյան երկրների ղեկավարների։ Ըստ հրապարակման Մոսկվան կարող է պարզապես ընդունել ընտրությունների արդյունքները առանց շնորհավորանքի, ինչը կդիտարկվի որպես վերաբերմունքի արտահայտություն Հայաստանի ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության նկատմամբ։ Թերթը նաև հիշեցնում է, որ Փաշինյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է եղել ՌԴ նախագահին։ Ըստ հրապարակի Հայաստանի իշխանությունները շահագրգռված են հայ-ռուսական հարաբերությունների լարվածության մեղմացմամբ, սակայն Մոսկվայի հետագա դիրքորոշումը դեռևս անորոշ է մնում։ Հրապարակ թերթը գրում է. տարածված կարծիք կար, թե Ռուսաստանից ժամանած ՀՀ քաղաքացիները, որոնք եկել էին հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու, ուղարկվել են կամ Ռուսաստանի իշխանությունների կողմից, կամ եկել են ընդդիմության ջանքերով և նրան ընտրելու համար։ Նոյեմբերյան համայնքում ՌԴ-ից ժամանած առնվազն 3 անձ, որոնց հետ մենք զրուցեցինք, Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ի համագիրներն էին։ Նրանցից մեկը Ոսկեպար գյուղից էր, նախկին զինվորական բարձր պաշտոնյա, մյուսը Բերդ քաղաքից էր, երրորդը Բերդ համայնքի Մովսես գյուղից, որոնք հատուկ Ռուսաստանից ժամանել էին Հայաստան և ՔՊ-ի օգտին քվեարկել։ Հրապարակ թերթը գրում է. այն ընտրատեղամասերի հանձնաժողովների անդամները, որտեղ ընտրությունների արդյունքները չեղյալ են հայտարարվել, ըստ օրենքի աշխատավարձ չեն ստանալու։ Այս փաստը մեր տեղեկություններով ծանր են տարել մինչև գիշերվա 1000-ը աշխատած հանձնաժողովականները, սակայն առավել հուզված են այն փաստից, որ բավական չէ ձրի աշխատել են բոլորից ավել ժամանականակով, դրա հետ մեկտեղ էլ քրեական պատասխանատվության կարող են ենթարկվել։ Մեղրիի 35/65 տեղամասի հանձնաժողովականներին, մինչդեռ մեր աղբյուրների փոխանցմամբ ԿԸ-ից համաձայնություն են տվել, որ կարող են թույլատրել զինվորականների քվեարկությունը ժամը 8-ից հետո։